Այս ատլասից ինչ որ տարբերակները միշտ ասոցացվում այն համար գիշերազգեստի հետ, ոնց որ ինքը հենց գիշերազգեստ լինի, դրա համար դեռ չեմ պատկերացնում ես այն կկրեմ դուրսում թե ոչ, բայց ամեն դեպքում պատվիրել եմ որ փորձեմ։ Մեկ այլ զարդերի տարբերակ, որ մտածեցի հնարավոր է տող գնալուց կամ ընդհանրապես վականցներ գնալու համար, արտակուրներ գնալու համար, ինքը շատ լավ տարբերակ է, դետալ է։ Երկու հատ էսպես նոցներ, ուղղակի լուսավորությունը մի քիչ շատ ուժեղա ու թույլ չի տալիս, որ լավ երևա։ Չէ, իհայտ պատվիրել եմ նաև թե նոցներ, թե ոտքի համար, թե ձեռքին, խոսքով սիրուն տարբերակներ ամառային։ Այսինքն առաջ ինչպես տեսնեք պատվերները շատ են ու մի քիչ երկար է ստացվում։ Փաստորեն ես բավականին շատ լավ եմ պատվիրել այս անգամ ու եւս մեկ այլ գոտի, ես չգիտեի որ գոտի եմ պատվիրել, անգամ ես հիշում եմ որ հենց շագանակագույն եմ պատվիրել, բայց սևը տեսա, մտածեցի որ երևի սխալվել եմ։ Սա էլ է հետաքրքիր տարբերակ։ Ահա, այսպեսի գոտի էլի սիրունա շատ նույնն է։ Շրթունքի մատիտ եմ պատվիրել։ Այս շեգլամները իրականում շատ լավն են։ Ես մի քանի բան ունեմ շեգլամից ու շատ եմ իրեն հավանել։ Իրոք ինքը բյուջետային, եթե ուզում եք ինչ-որ բյուջետային կոսմետիկա, ինքը հարմար տարբերակը շատ լավն է։ Քանի որ ես արդեն ներկել եմ շրթունքներս, չեմ կարողալ երևի ցույց տալ, բայց կփորձեմ գոնե ձեռքից վրա ցույց տալ։ Սիրում եմ, երբ որ իր հետ արդեն ունենում է իր սերիչը։ Չգիտեմ ինչ էստեղ սկսեցի, պետք է էստեղ անեի։ Խոսքով լավն է։ Տեսակ անգամ մի հպումից մի անգամից գնաց։ Զարդերի մոտ տարբերակ, ինչպես նշեցի, ես կիսաշրջազգեստ եմ, որ կամ չեմ հագնում կամ չգիտեմ անգամ ասել, կարող եմ ասել մի քանի տարին մեկ եմ հագնում, այնպես էլ չեմ կրում թևնոցներ, չգիտեմ ինչի, ես միշտ մտածում եմ, որ այն ինձ չի սազում, ուղղակի ես չգիտեմ ոնց անեմ, որ թևնոցը սկսեմ օգտագործել, ինքը սիրուն տարբերակա, երևի եթե ձեռքից մի քիչ վերև դնեմ, այդ տարբերակը ավելի սիրուն կլինի, համ չեմ սիրում, համ էլ տեսեք ինչքան եմ պատվիրել, սա էլի թևնոցը, շատ sense ծովային թեմատիկայով, որ հնարավոր է այսպես կրեմ, եւ sense խեցիներ են, դրա համար ինքը շատ ծովային է, սա ոտքի կարող եմ կապել, սրանք արդեն ոտքին կարող եմ կապել, ինչպես որ ցանկանում, որ չօգտագործեմ եք կնվիրեմ, կարծում եմ մեզ մոտ վերջին զարդ տարբերակն է, օղեր, ավելի մի քիչ տոնական, ինձ թվում է սիրուն կլինի սիրուն շորիկների հետ։ Ատլասից տարբերակները, ատլասից շորիկները մեզ մոտ շարունակվում են, շատ սիրուն ամառային գույնը շատ սիրուն է, անգամ բաց երկնագույնը չգիտեմ ոնց գույնը նկարագրեմ, բայց շատ սիրուն տարբերակ է, վիզը բաց ու շատ սիրուն է, ես անգամ այդ շորի հետ էլ մի թևանի, շատ սիրուն քսազի, ասեք, այս տարբերակն է որ ավելի հասկանալի լինի, շատ սիրուն է, վստահ եմ որ ոչ միայն ինքը այն ատլասից կիսաշրջազգեստի, այլ հարբեր տեսակի շորերի հետ շատ սիրուն կգնա։ Այս փաթեթի վերջին պատվերը դասական, կլասիկ, տաբատ, կտորե տարբերակով, էլի շատ էի ուզում նման ինչ-որ լավ սիրուն տաբատ լինի, որը որ կարող ես անգամ համադրել, չգիտեմ, եթե առիթներ են, երեկոյան ինչ-որ առիթներ, կարծում եմ որ էլի սիրուն տոպերի հետ, գեղեցիկ համալության հետ, հենց այն ատլասե վերաշապիկների հետ, մայկաների հետ, չգիտեմ, շատ սիրուն ինքը կստացվի, այնպես որ էլի չեմ փոշմանել շատ լավներ։ Մեր վերջին փաթեթ, որը որ ինչ եմ բացել, սա կարծում եմ թեմում է, եթե չեմ սխալվում, որովհետև ինչ ասես խառը կա, եկեք գնացի։ Սիրուն բաց, մրգերի համար, սիրուն է։ Կարծում եմ որ շատ սիրուն կլինի, երբ որ մրգերը այսպես ընդհանուր դնենք մեջը։ Ես դրան եմ միշտ ասում, մտածում եմ տեսնեմ որ պատվերի մեջ եմ սա պատվիրել։ Շատ տրենդային մի դետալ։